Բարոյական է, որ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում Ալիևին գովեստի խոսքեր է շռայլում, իսկ վեհափառին թիրախավորում։ Ուրեմն ես բազմիցս եմ խնդրել, որ հասարակ մարդկանց նման հարցեր չտան։ Մենք չի, որ այդ հարցերին պիտի պատասխանենք։ Ես ընդհանրապես որպես մարդկային տեսանկյունից, ոչ թե որպես քաղաքագետ կարող եմ ասել, մի քիչ ավելի խորը բան ասեմ ու մի նախադասությունով ավարտեմ։ Մեր ազգը ընդհանրապես, որ մինչև հիմա 21-րդ դար մինչև 2026 թվական կա գոյատևում ողջ աշխարհով մեկ, դա մեր դավանանքի շնորհիվ է։ Այսինքն դա միակ քրիստոնեությունը, ես չեմ ասում իք ամբողջությամբ լիարժեք իդեալական կրոն է հայերիս համար, բայց իր մեջ կա մի հատ զսպող ինչ-որ մի բան, որը մեր ազգին չափազանց անհրաժեշտ է։ Ու դրա շնորհիվ է, որ մեր ազգը մնացել է։ Միայն կրոնի դավանանքի այդ քրիստոնեության շնորհիվ, թե չէ հիմա մենք վաղուց մենք էլ ենք դառել, չգիտեմ, հանդիկների կրոնն ընդունել, չգիտեմ, պարսիկների կրոնն ընդունել, չգիտեմ, թուրքերի կրոն, մի խոսքով։ Աշխարհում ինչքան կրոն կա։ Քրիստոնեության մեջ զսպող բան կա։ Ես մենակ այդ կասեմ, իսկ թե ինքը մնացած բաների հետ մենք հասարակ մարդիկ գործ չունենք, դրանք շատ խորը հարցեր են, որ մենք չենք կարող ճիշտ պատասխանենք, իսկ ցանկացած սխալ պատասխան, ել չեմ ասում ինչ-որ sense երևակայական պատասխան, մենակ վնաս է տալիս ուրիշ ոչ մի բան։ Ավելի լավ լռել, քան թե սխալ խոսել։ Չէ, երևի չպատասխան։ Բայց իսկ կոմենտար։ Շատ նորմալ է։ Նորմալ է համարում։ Շատ։ Որ Ալիևին գովաբանում է, նորմալ է, թե որ վեհապառը։ Շատ լավ է։ Շատ նորմալ։ Վեհապառը եկեղեցի չի։ Ես քաղաքականությունից շատ հեռու եմ, բայց ասեմ ձեզ, որ Փաշինյան իմ համար միշտ նորմալ է։ Մինչև հիմա։ Ընդհանրապես Փաշինյանի դեմը ոչ մի բան ինքը նորմալ բան չի։ Ալիևին գովաբանելը ճիշտ համարում եք։ Չէ, ճիշտ չէ։ Նորմալ է, որ Փաշինյանը Ալիևին գովաբանում է, բայց Չեմ ասացում։ Վեհապառը, որովհետև առաքելական եկեղեցին ես ինչ են դարձրել։ Հենց պիտի տենցել անի ասես։ Հենց պիտի հեռացնի, չի գովաբանում։ Պարզապես խաղաղության կնքման բահ է, ինքը ասում է, որ հոսքին դեպի գնում է դրան, չի ավելացնում ճնշումները նրա վրա, որ ասենք գնում է այդ համաձայնության։ Ինչ գովալ, ինչ է էսի։ Ոչ, իհարկե նորմալ չէ, ավելին աննորմալ է։ իսկ ո՞րն է ձեզ համար ավելի վատ գովաբանել Ալիևին, թե երկուսը նույն մակարդակի են։ Նույն մակարդակի են, մեկ էլ թուրքերը իրար գովաբանեն ու հակառակը կրվաստացեն վեհապառին։ Իհարկե ոչ։ Ձեզ համար ո՞րն է ամենավատը կա։ Փաշինյանին գովաբանելը, թե վեհապառին։ Ամենավատը Փաշինյանի գովաբանելը չի կարելի։ Սյոտեկի հայ ազգ ենք։ Ալիևին շռայլ խոսքեր ասելը դա նորմալ է։ Ոչ։ Դա էլ նորմալ չէ, որտեղ թույլ ղեկավարություն ունենք։ Թույլ ղեկավարություն։ Եթե Փաշինյանի փոխարեն մի հատ ուժեղ, հզոր մարդ լիներ, Ալիևը երբեք չէր կարա այդ ձև բաներ խոսալ։ Երբեք։ Երբեք։ Բոլորը դա գիտեն։ Առանց իմացելու բոլորը դա գիտեն։ Թույլի մոտ միշտ էլ մեղավոր են, չէ, ասենք թույլի մոտ մարդը։ Ես իրանց համար հետ չեմ ուզում խոսամ։ Ինչ ճիշտ է, էլի։ Ալիևին մեր կողմից, Հայաստանի կողմից գովաբանելը ճիշտ է։ Չէ, ընդհանրապես ոչ մի բան էլ ճիշտ չի։ Ես չեմ ընդունում իրանց, ինչ ասեմ։ Վեհապառի նկատմամբ, Բայց տենց է, իմ կարծիքը։ Չեմ անում։ իսկ վեհապառի նկատմամբ գործողությունները, որոնք որ արվում են, դա նորմալ է համարում։ Դե եմ էլի ասում։ Ես չեմ ընդունում այդ ոչ մի բանը, չգիտեմ։ Թող բոլորը երջանիկ լինեն, մենք հայ ենք, բոլորս, մեկը մեկին սիրեն հարգեն։ Շատ չարացած են մարդիկ, այդքան բան։ Շատ ճիշտ է։ Վեհապառը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու։ Նա պիտի վաղուց դուրս գար։ Իսկ Ալիևին գովաբանելը Փաշինյանի Ալիևին չի գովաբանում, Ալիևի արածն է գովաբանում, որ մեզ լավություն է արել։ Ես այսօր լսել եմ բանով։ Եղավ։ Իհարկե շատ վատ է։ Ոչ։ Իր անունը ընդհանրապես մի տվեք էլ ես ուղղակի ստրես եմ տանում իրան լսելուց։
Չեմ էլ ուզում լսել իր անունը։ Ես չեմ հետաքրքրում լուրերով կներեք։ Ոնց ուզում ա, նենց անում ա, ուրեմն նորմալ ա։ Դուք դա նորմալ համարում։ Այո, նորմալ եմ համարում։ Փաշինյանին գովաբանելն է նորմալ թե Գեհափարին մատաբանելը։ Փաշինյանին գովաբանելը։ Որիկը ժողովրդին ազատություն ա բերել կարևորը։ Խաղաղություն ա բերել, ազատ խոսք ա տվել։ Հիմա զորել լփոշ խոսել գողակաները դու չէ, այս կրիսպաները բան։ Սերժի բանը բարը կարա խոսել, տարսի գլխներին միական։ Ազատ խոսք, խաղաղություն։ Կարևորն է դա։ Ամենակարևորը։ Ազատ խոսքի վաղ ամենակ պետությունը զարգանում։ Մենակ բեսմիջել վաղ չի զարգանում։ Այն ստուդի գողականով պետություն չեն զարգացել, դա հիմարություն է, ասեմ մանա։ Արցախ բարի համար մարդկանց Ազիջան, մի բան ասեմ, այն մարդը բացատրում ասում է, Արցախ բառը օգտագործեք, ասում է, բայց պետական աշխատողն ուրիշ բան է, հասարակահայկացին ուրիշ բան է, Արցախը գիտես տորովակ չէ, ես բանակ եմ զարակ 20 տարի, 20 տարի բանակ եմ զարակ, գիտեմ ինչ եմ ասում, գրև ստուդի գեներալները բան, գրև թանը բերել են, երեխեն ընդեղ ծարայում էր Ղարաբաղում, չէ, այդ երեխեն միջև ծարայություն պրծում գալիս էր, միած շենք էր նստում այդ ծանողները վրեն, գլխների սակով փող է դա, շատ կներից Ղարաբաղցիներից, այդ կրանա որ կա չէ, իրանք ոնց ասեն, կներեք, ասեմ նարը, ազգի դավաճ